ով հոգուն ներգործության բան է կատարում, այն պարտադիր չի 50-րդ օրին։ 50-րդ րոպեում այստեղ կարող է ինչ-որ բաներ ամեն մեր ակնկալությունը մեծ է։ Երկնքում ինչքան բան կա, ինչ ունի չունի Աստված, ամբողջ եղածը իմ համար ու քո համար է։ Գիտեք այդ արդյոք Աստված երկնքում իր համար որևէ բան չի պահում։ Ինչ կա չկա ամբողջ երկինքը հենց հատուկ քո համար, քո համար, իմ համար, ամեն։ Լայն լինի մեր ակնկալությունները, մեծ լինի մեր հավատքը, վստահություն Աստծո վրա, որ նա ավելի քան պատրաստական է մեզ օգնել, փառք Տերոջը։ Իհարկե, ոմանք երևի գիտեն, որ ես մասնագիտությամբ քիմիկ եմ, կնակը գիտական աշխարհում ասում են քիմիական ռեակցիա։ Դա գիտեք ինչ է նշանակում, այսինքն եթե փայտը ջարդում ես, իր բովանդակությունը չի փոխում, սա ֆիզիկական երևույթ է կամ ռեակցիա։ Բայց եթե փայտը այրվի, սա ֆիզիկական երևույթ չէ, քիմիական երևույթ է։ Այսինքն արմատական բան է փոխում։ Հիմա եթե երիտասարդները մեր սքանչելի ուզում են, որ կրակ վառվի, մեծ ախորժակ է, ուրեմն պետք է ֆունդամենտալ փոփոխություններ ակնկալել, արմատական բաներ ակնկալել։ Ամեն։ Եվ գնանք Տերոջը վստահելու ճանապարհով եւ սպասումներով թե Աստված, գիտեք, բոլոր օրհնությունները, բոլոր տեսակի օրհնությունները ուղղակի ծնունդ են խիստ մտերմության Տերոջի։ Չի կարող որևէ մեծ բան կատարվել առանց մտերմության Աստծո հետ, մտերիմ հարաբերության։ Տեսեք, երեխաներն են շատ ուժեղ մտերմությունից ծնվում։ Կրակներ ուժեղ շփումից ծնվում, տեսել եք չէ, երկու քար կամ երկաթ կամ փայտ է, այնքան են շփում կրակը ծնվում։ Մենք պետք է, եթե ուզում ենք կրակ ծնվի, այդ մտերմությունը մեր խիստ ինտենսիվ պետք է լինի Աստծո հետ։ Եվ եթե նա եղավ, եւ մանավանդ հետո էլ Սուրբ Հոգին փչեց, բլբլող պատմությունները աշխարհը կհրդեհեն։ Ամեն։ Բլբլող, որ ես գիտես, դուք ես ահմարումը, աշխարհը կհրդեհեն, եթե սրան կատարվեն։ Ես մեկ երկու այդ կրակի արկայության ճիշտ ասեց Արմանը, մի քիչ թուրի խոսքարի բանկարյական սիրտում է Արմանը, ջոկում է ինչա պատահել։ Ուրեմն ուզում եմ, որ այդ կրակի արկայության և նրա պահպանման նախադրյալների մասին մի քիչ խոսենք։ Այո, ասեցի, որ մեծ մտերմությունից է առաջանում կրակը, օծությունը։ Մի եղբայր ամերիկացի նոր ինձ հարցրեց, ասեց, Ռաֆայել եղբայր, դու ավելի շատ իմիջայլոց ասեմ, որ ես տանից չեմ գալիս, խորհրդից եմ գալիս։ Եթե ինչ-որ բան այնպես չլինի, վրա խնդրում եմ ներողամիտ լինել։ Եվ գիտեք, չէ, ինչքան դժվար բան է խորհրդից պաշտամունքի գնալը։ Եթե երբևէ դառնալ խորհրդի անդամ, շատ եմ խնդրում, ջանք արեք նախ պաշտամունքի գնալ հետո խորհրդի։ Բայց ոչ ընդհակառակը չլինի։ Եվ ուրեմն ամերիկացի եղբայր ինձ հարցրեց, ասեց, Ռաֆայել եղբայր, դու նախապատվություն տալիս ես Հովսեփի օգնություն ունենայիր, թե Սամսոնի օգնություն։ Մտածեցի, իսկապես է Սամսոնը առնիցներ էր ճաղում, ես իմ ինչեր էր անում, կրակ իջնում էր իր կապանքներն էր քանդվում, ջուր էր բացվում, խմում էր, ես ինչ հրաշագործ մեկներ, ես Հովսեփը ոնց որ հրաշքներ չեր անում։ Բայց երբ որ Տերը եկավ, մեղքի հետ պատերազմի, երբ որ առիթ եղավ, մեղքի աչքերի մեջ նայելու, կարծես թե Հովսեփ ավելի զորավոր ստացվեց։ Եվ մտածում եմ, եղավ որի օգնությունն ա լավ, որի տան նախապատվությունը, ես ամերիկացիներ շատ եմ խելացի, դրանց հետ շփվելուց զգուշ եմ։ Նայեցի աչքերի մեջ, ասեցի, երկուսի օգնությունը ռուսում է հարապատի, ամեն, բերեք մեծ
փորձակի դերը, օդությունը շատ զեկ դերոց, քիչ ակնկալում, երկուսին էլ ասի քիչ, թող երկուսին էլ կա, էնել լինի, որ հարաշքներ զորություններ եկնեն, մեղքն են որ դա անես մի հատ տշեք, որ ընդհանրապես ստրելը չէ, այդ է թողություն որոշ, ամեն, ալելույա, հարկ դերոց, այո, կապահարենք դերոց, նա արժանի ադրա, նա կարող է տասնապատի պավորին, մեր շնորհել այդ օրություն, հարկասով, և ուրեմն կան սկզբունքներ, նախադրյալներ կամ ինչպես ասեցին, գուցե դրանցից մեկը ճիշտը սկսեցին, երիտասարդների բնակավարում, ես ինքս երիտասարդ տարիքից եմ հավատացյալ, ովքեր չեն ճանաչում 16 տարեկանից և գիտեմ ինչի մասին եմ խոսում, գուցե տեղին է, որ փոքր-ինչ ակնարկ անենք մեղքի սկզբունքի մասին, այդտեղից շարժվենք, սիրելիներ։ Շատ քրիստոնյաներ մտածում են, որ մինչև այսօր եկեղեցիներ կան, մտնենք կզարմանար, որտեղ են մնացել Աստված ջան, ինչու չեն սրանք առաջ գնում։ Մինչև այսօր մտածում են, որ քրիստոնեությունը սա ինչ-որ բաներ չպիտի անես և ինչ-որ բաներ պիտի անես, այս սկզբունքը վնասված հաշմանդամ մի սկզբունք։ Շատերը կարծում են, որ քրիստոնեությունը սա այս բաները չանես, այս բաները կանես, կգնաս կքարոզես, կվկայես, հիվանդին կայցելես, այս կանես, են կանես, մեկ է, չշնանաս, չծխես, չխմես, չհայես, չկրվես, այս բաները չանես։ Անշուշտ սրանք անհրաժեշտություններ են, բայց եթե մենք խոսում ենք արմատական գործերի մասին, եթե Աստված ինքը ֆունդամենտալիստ է, երբեք չհավատաս, որ նա կբավարարվի միայն նրանով, որ դու մեղքեր ինչ-որ չես գործում։ Ակնհայտ մեղքեր չես գործում։ Նա ֆունդամենտալիստ է, նա նայում է մարդու սրտի մեջ, ես ու դու կարող ենք երբեք ոչ մի մեղք չգործել, արտաքին եք մեծ մեղքերից նկատում եմ, բայց երբ այդ մեղքը մեր շրջապատի մեջ, մեր քայլած տեղերում, մանեկած տեղերում, մեր դիտարկած տեղերում հանդիպի մեզ և մեր սրտում դուր գալու զգացում առաջ, այս սա նշանակում է, որ մեղքի հարցը դեռ չի լուծված։ Մենք ակնկալում ենք կրակ, լավ բան է, բայց նա նախապայման ունի, վարվելու կամ գուցե նաև հարատևելու, թե չէ կկպնի, հետո կմարի, գիտեք ինչքան ուժեղ կրակներ են մարել աշխարհում, որպեսզի այդ կրակը չմարի, հարց, դու երիտասարդ տղա, երիտասարդ աղջիկ, դուրդ գալիս է մեղքը, չեմ հարցնում անում ես թե չես անում, հավանում ես մեղքը, չեմ ասում անում ես թե չես անում, չանելը դա մինիմում է, մաքսիմումը ավելի խորում է, մաքսիմումը նա է, որ Աստված ուզում է արմատները մեղքի, վարի իր հոգու կրակով մեր միջից, կամ բաղ և տակ հավատացյաններ, բաղ հավատացյանները գիտեք որ են, որ կառավոտի ծիրիկուն մեղքի դեմ կռվում են և հաղթանակ չունեն և չեն կարող մի հատ մարդ կար Սառնամանիքին փոքրիկ սենյակի մեջ փակվել էր և դրսի աշխարհը չէր կարողանում տեսնել ցուրտ է, դրսում ձմեռ է և ինքը դրսի աշխարհը չէր կարող տեսնել, որովհետև ամբողջ ապակիները սառցապատված են և այս խեղճ մարդը մտածում էր ես եմ ուզում տեսնել են հոգևոր ճշմարտությունները, ինչի մասին քարոզում են մեր սքանչելի քարոզիչները, ես եմ ուզում հաղորդ լինել այն աշխարհի հետ, որը ինձնից դուրս է գտնվում, ինչ անեմ, դանակը վերցրել էր և պատուհանների սառույցը քերում էր, որտեղ քերում էր, մի փոքր բան բացում էր ուրախանում էր, մի բան ծիկրակում էր, նորից փակվում էր,
սաղուցը ծուրտ ուժեղ է դրսի։ Դրսի ծուրտ ուժեղ է։ Հետո այս կողմներ քեվում բացում էր մի արան, նայում էր դուրսի նորից սաղուցը փակում էր։ Եվ մի հատ բարեկամ եկավ ասեց, անմիտ, տանդ մեջ կրակ վարի, տանակով մի քերի, և եթե այդ կրակը վարես, բոլոր ձները կհավեն։ Երբ Աստված գալիս է, մեղքը նահանջում և փախնում է։ Սա արմատական լուծում է, ամեն։ Սրանք անհրաժեշտ են մեզ։ Ժամանակակից քրիստոնեությունը շատ նեգատիվ կողմեր ունի։ Ես հետ կարդում եմ Սուրբ Գիրքը, նայում եմ իմ կյանքին, նայում եմ քրիստոնյա աշխարհին, համապատասխանության եզրերը ազնիվ են։ Շատ հեռացած եք նրանից ինչի մասին որ խոսում է Սուրբ Գիրքը, ես կաշխատեմ մի քանի դետալների վրա ինձ հատկացված ժամանակում անդրադառնալ։ Մարդիկ ասում են, ուղղակի ասա և կլինի, ուղղակի դավանի և կստանաս, ուղղակի հռչակի և փոփոխություններ կլինեն, սիրելիներ դրանք տեղի են ունենում։ Շատ քիչ մտերմությունից և հոգու ներշնչումից, ոչ թե մեր անձնական կամահաճույքից և կամքից։ Կա արդյոք այդ մտերմությունը, արդյոք այդքան դու Աստծու հետ խորացած հաղորդակցության մեջ ես, թե չէ հենց ունենց հայտարարում եմ, ես եմ հայտարարում, ամբողջ Հայաստանը և Սուրբը, մեկ չի գործում։ Հետո գնալով տերնես, որ նայտ կլաբների թիվը գնալով շատանում։ Ո ասելով չի, արդյոք դու այդ ասելուց հոգու ներկայությունը և ներշնչում ունես։ Արդյոք դրա համար համապատասխան խոսքի վրա կրթնել ես, թե չէ մի հատի բան գիտեմ, այդպիսի այդ կարգի հավատացյալ մոտեցել էր, սպասեք, մարդը մեռել է, ես ինի վեր կկացնեմ։ Եկել է մեռել իրական է, Հիսուս Քրիստոսյանով, քեզ հրամայում է վեր կաց։ Մեռել է վեր չի գել։ Ասմա, որ անհնազան մարդ ես տես մեռացել։ Արդարացում ցանկացած վարդապետության կարող եք ունենալ։ Ցանկացած վարդապետություն կարող եք արդարացնել, ես ասեց ինքը չհնազանդվեց։ Արդարացում է։ Մեղքը արմատներ ունի սիրելի մեջ։ Մեղքի դեմ քարոզչությունը ակտուալ է մինչև այսօր։ Եվ մենք չենք ուզում մակերեսի հողի վրա բուսած բուսականության մասին խոսել։ Մենք ուզում ենք հողի տակ եղածի մասին խոսել։ Հողի տակ եղածը նա է թանկագին երիտասարդ, ինչ մենակ դու գիտես և Աստված։ Ինչ միայն քեզ է հայտնի և Աստծուն։ Դա թերևս չգիտեն քո գործընկերները, թերևս դա չգիտեն քո տան անդամները, այդ մասին իրազեկ չեն քո ամենամտերիմ բարեկամները, թերևս նաև հոգի։ Քանի հոգի ստեղ նստած կա, որ կհամաձայնվի, որ իր մանկությունից մինչև հիմա իր բոլոր գաղտնիքները ստեղ էկրանը լինի, այդ էկրանը ցույց տա բոլոր գաղտնի մեղքերը սրտի ու սաղս նայել անկեղծ եմ ասում, եթե ինձ հանկարծ որևէ հրեշտակիչի եւ ասել Ռաֆայել քեզանից եք սկսում, ես այս միկրոֆոնը չգիտեմ ոնց կշպրտեմ, լեղաճան դա հայտարարություն կլինի։ Դուք գիտեք ինչ կարող ասեք եւ ինչպես է հանդգնել եւ ոչ մեկս մենք պետք է ազնիվ լինենք մեր բոլոր ճանապարհների մեջ։ Չեմ հավատում, որ այստեղ մեկը կարող կհամաձայնվի։ Ոչ Աստծո առաքյալների, ոչ մարգարեների, ոչ պատմական սուրբերի կյանքերի մեջ չեն եղել այդպիսիները, որոնք երբեք չցավացրեցին այս երկնային Սուրբ Աստծուն։ Բայց պետք է գա չոք այն ժամանակը, երբ մեր երիտասարդը ուղղակի նայի մեղքի աչքերի մեջ եւ նրան ասի, ես հենց հիմիկվանից եմ ուզում քեզ մեկ ընդմիշտ ոչ ասել։ Ոչ թե ձերանա,
Շատերը կամ անձեն կամցերանում են, որ մեղքը կամ անձ իրանց թողմա իրանք ես գիտել իրանք են ապար։ Ես գիտել թե մեղքը իրանք են։ Ատր գնացար մեղքը գնաց։ Եվ դու երիտասարդ քո շանսը կորցրեց։ Հաշմողի շանսը կորավ։ Քանի դեռ դու չահես, շանս ունես։ Քանի դեռ դու երիտասարդ ես, շանս ունես։ Երանի հաղթողների դու երիտասարդներ ուժեղ եք, որ խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարում։ Ամեն։ Այո, դա հաղթանակ է, դա զորություն է, թե չգիտեք ինչ, դիվանդանամ, հաշման դարդարնամ, էլ չկային անողք գործել, ծերանամ, արդեն ամեն ինչ ասում, վայ, տեսեք ինչքան հրեշտակի պես սուրբ կյանք եմ ապրում, պայմանները քեզ տենց հա։ Քանի դեռ ձեռները ոտները տեղնա, քանի դեռ տարիք ունես, Տիրոջ մոտ ունեցի խիզախություն ոչ ասելու սատանային և նրա բոլոր գործունեության, նրա բոլոր կայքախություններին։ Մենք ուզում ենք Աստծո գործը մեր մեջ արմատական։ Մենք ուզում ենք ասենք տես, ինչպես Դավիթը քննի իր սիրտը։ Եթե որևէ բան տեսնում ես, որ անհաճո է քեզ, քանդ ու քարափարա, ջափուխին ջարա, վառի, ջնջի, ոչնչացնի, ես ուզում եմ սուրբ լինել, ինչպես դու սուրբ ես, դու կարող ես երիտասարդներ, երևակայել երբևէ, Աստված և մեղքի համատեղություն։ Բերեք ասում կպցրեք, մեղքը կպցրեք ասում կարակ, այդպես պետք է լինենք նաև մենք, ինչքան ցավ։ Ինչքան անհնար է համատեղել մեղքը ասում են, այդքան պետք է մեզ հետ համատեղել լինի։ Կասեք ինչու՞։ Կասեմ ինչու, որովհետև դու Քրիստոսի մարմնի անդամներ եք, մարմնի անդամը ինչպես կարող է մեղավոր լինել, ինչպես կարող է անբակուր անդամ ունենալ Քրիստոսը, պիղծ անդամներ Քրիստոսը ունենա։ Տեսնում եք սուրբ գրքի վարդապետությունից ուր ենք ասել։ Աստված Կրակ ուզում ենք նա գին ունի արման չա։ Կրակ ուզում ենք, բայց նա արժեք ունի։ Կրակը զոհ է պահանջում։ Ուր են նրանք, որտեղ են երիտասարդները, որ պետք է երիտասարդ Եսայայի նման կանգնեն այդ կրակի առաջ ու ասեն, ահա ես տեր։ Այդ գիտեք ինչ էր, մարվան վեճերից։ Այդպիսիները որտեղ են թաքնված։ Երբ պետք է նրանք հանդես գան, երբ պետք է Երևան նրանց հետ անձնուրացությունը, Ջոն Վեսլիին մոտեցան ասեցին, խնդրում ենք ասա մեզ, Ջոն, ինչպես եղավ այս սոսկալի մեծ աղբյությունը, որ բաղնակվեց ամբողջ աշխարհով մեկ։ Վեսլին նայեց հարցնող հայտնի օծված քարոզիչներին, ասեց, ընդեղ Աստված ինձ, մի հատ զոհաստեղան ցույց տվեց։ Եվ հոգին ինձ բացեց, որ Աստված ուզում է իմ մահը, որ Աստված ուզում է ես ամբողջությամբ իրան տենեմ։ Ես վախվորած ծնկերս դողալով, չորեքթաթ աստիճաններով բացացա, որ պառկեմ այդ զոհաստեղանի վրա։ Երբ ես գնացի և պառկեցի զոհաստեղանին, երկնքից կրակ իջավ իմ վրա և ինձ վառեց։ Եվ այդ վառվելու ժամանակ լույս տարածվեց, լույս արձակվեց և մարդիկ տեսնելով եկան դեպի լույսը, տեսնել ինչպես եմ ես վառվում և դրա անունը կոչվեց արդյունություն։ Հարգաս, Երանի Ջոն Վեսլի, Երանի ընխիզախ հավատացյալներին, որոնք կարող են մեղքին ոչ ասել, շրջվել Աստծուն այո ասել։ Առաջին սկզբունքը եթե մեղքի սկզբունքն է, երկրորդին ես կասեի, որ թերևս կյանքի սա կարող եք տեղադրել, թերևս կյանքի սկզբունք կյանքի սկզբունք անվանենք, որովհետև Քրիստոս ասեց մի գաղտնիք ունեմ ձեզ, եթե ցորենի հարկը չմեռնի հողի մեջ, նա չի կարող պտուղ տալ, չի կարող։ Երեք չէ ինչքան դժվար բան է, պատկերացրեք
Ես ու դու ծորենի հատ մենք ծորենի հատ մեզ վերցնում են ծորենի հատիկի ես բուսալով ես արևշատ կյանքով լիք աշխարից կտրում են ասում են տեր մեզ արել է չես վայելել տեր մեզ երկինքը կապում չես վայելել տեր մեզ ինչքան շատ թթվածին կա դրանից էլ եմ կեզ ինչ ես անում բար տանում են դնում ցուրտ մութ հողի տակ ընդեղ դու սկսում ես մեռնել թթվածին ես ուզում չկա լույս ես ուզում չկա ոչինչ չկա եթե ծորենի հատը չնայ պատուր չի մենք երբեմն շատ բաներ ուզում մենք համեն ունենանք համեն տազերնակը միտեղ հոգևոր կյանքի չի դու կամ սոսկ աստծու համար ես ապրում կամ քեզ համար չես կարող ասել թե ես կեսը քեզ տերջան կեսը ինձ կեսը հարևանից կեսը կնոջս կեսը մարդուց կեսը ներուց կեսը չես կարող Հիսուս Քրիստոսը մեզ համար կամ ամեն ինչ է եւ կամ ոչինչ դա Աստված քանի մեզ այս երկրի կյանքը չի ապրում արագացնենք այն ամբողջական դարձնելու Աստծուն ամեն դա Աստված որ մեզ Աստված կարողանա տանել այդ դպրոցից այդ շկոլան անցնենք ասում են որ Սմիթ Վիգերսվորդը մի անգամ հայտնվեց երկրորդ հարկի աստիճանների վրա եւ առաջի հարկում թե էին խմում նայեցին նրա կարմրափուշ երեսի վրայից հոսում էր հորտ արցունքները նա կանգնած էր կարծես հրեմի սում լիներ կրակների միջից նոր դուրս եկած բոլորը զարմացած նայում էին եւ նա նայեց ժողովրդին ասեց գիտեք քիչ առաջ ինչ ասեց ինձ Աստված բոլորը սպասում են ասեց Սմիթ ես քեզ այնպես կվառեմ որ քեզանից ոչինչ չի մնա բայց միայն Հիսուս երկրորդ կետի վերաբերյալ ես ուզում եմ կարդացած լինել սիրելիներ մի համար որ Հռոմայեցիս 8-րդ գլխի 29-րդ խոսքի մեջ է գրված ում որ կանչեց նրանց որովհետև ում որ ճանաչեց նրանց սահմանեց որ իր որդու պատկերին կերպարանակից դարձավ քանի դեռ մեր մեջ մեր պատկերը չի ավիրվել չհավատակ երբեք չհավատակ որ Քրիստոսի պատկերը մենք կարողանանք եսը կրոնական հանդերձներով այսօր մուտքագործել եկեղեցիներով մարդկային եսը կրոնական շորերով ես հարց ունեմ տալու Քրիստոսն է մեզանից շատ օգտվում թե մենք Քրիստոսից ես կարծում եմ մենք այնքան դեռ մարմնավոր ենք որ մենք Քրիստոսից ավելի շատ ենք օգտվում քան ինքը մեզանից եթե ես քրիստոնյա չլինեի ինչ կլիներ իմ օր ով կլինեի ես տեսեք ինչքան շատ է ես նրանից օգտվում եւ ինչքան փոքր է իմ վերադարձները ես կյանքում չեմ մոռանա եթե կոնֆերանսից Դեյվիդ Վիլքերսոնի ամեն ինչ մոռանամ ես այդ մի նախադասությունը չեմ մոռանա այդ աշխարհահռչակ ավետարանիչը ամբողջ երկիր մոլորակը ճանաչում է ով է Դեյվիդ Վիլքերսոնը կանգնեց բեմահարթակին այնքան խոնարհ էր որ ասեց երևի որևէ բենզալցակայանում ես բենզին լցնող կաշխատել եթե Հիսուսը ինչի իսկ այսօրվա հովիվները, քարոզիչները, ծառայողները, անդամները իրանց սարից քարից են գցել։ Հենց գիտեն, թե եսի մեն ինչ են արել, իրեք աստղ են կիչացրել, երեք շեր լուսինին բերեցին վերքեր, արևն է տերկոստանում են որ կիչացրել։ Իսեն աստծո, ջեր պետք է այդ կոտրվածությունը, այն աստիճան ջախտված լինեն, որ հասկանան, որ առանց Աստված մենք աբսոլյուտ ոչնչություն ենք, ոչ մեկից լավ չի, ոչ մեկից, երբեք մենք գտնի մեկին, որին դուք վայնիշացնում եք, մեծ պղծություն ատացես, ոչնչություն են բոլորը, բարուց դու իմաստը, և շատերը շատ լավ հոգևոր գործեր անում են մենակ սեփական եսի, դիրքի համար, իշխանության համար,
Գուցե եւ ֆինանսների համար։ Ռեյնհարդ Բոնկին ասում է Քրիստոսը չմեռավ, որ քարոզիչները, գործիչները, մյուսները չիրեն ինչերի հասնեն։ Քրիստոս մեռավ, որ մեղավորները։ Ամեն։ Երբ մենք այս կատարյալ ոչնչության աստիճանի վրա կգտնվենք, այն ժամանակ ասում եմ, այս գրակը ավելի ուժգին կգործվի։ Ամեն։ Այդ գրակը ավելի ուժգին կտակածնի մեզ։ Այդ գրակը ավելի ուժգին կլուսավորի միջավայրը։ Մեզ պետք է բացված լինի, մեզ աբսոլյուտ ոչնչություն, բացարձակ ոչնչություն, երբ Տերը քեզ օգնում է, երբ նա գալիս է այցելում է, երբ քո միջոցով ինչ-որ բաներ կատարում է, անմիջապես, քանի որ կոտրված չի վերջնականապես եսը, մարդը ձգտում է անընդհատ ռեկլամել ինքը իր արածները եւ իր մեջ ներշնչվել, որ ինքը չգիտեր ինչ-որ երևելի է։ Ոչնչություն է, վերջ չկա։ Վերջ չտիպ։ Սա սկզբունք է, սա կյանքի սկզբունք է, սա մահվան և կյանքի սկզբունք է։ Մեկ նստել եմ մտածել եմ Աստված ջան, եթե ես Աբրահամի տեղը դեմ, չէ, հոգի, շունչս, մարմինս կկոսվի, փառքես որ ես պետք ես խոսում ես չես։ Հանդիպեց Աբրահամ, ես քեզ եմ ում որ օրհնես օրհնված է։ Ով քեզ օգնի կօգնվի, ով անից, ում անից ես անիծված կի, քեզանով ամբողջ երկիրը, բոլոր ազգերը քեզանով դեմում։ Ես ոչ թե բան ասել չէ։ Ասի այս ես ով է։ Կավալեր ուզում եմ։ Ասի ես ինչ մեկն եմ չեմ իմացել։ Աստված ջան, երկրի բոլոր ազգերը կարող են մենակ հայերը։ Խնդրում եմ, հայերը քիչ են։ Մեր Հայաստանը մենակ իմ միջոցով օգնի, հա։ Չէ, ինչ ես բոլոր ազգերը երկրի քեզանով։ Եվ Աստծու որդին Հիսուս Քրիստոսը քուսևորից եմ անելու։ Սա գիտեք ինչ է խոստումը։ Այս խոստումը ստացած մարդը գալիս է Աստծու առաջ, ընկած եւ ասում է. Ես ով եմ ու մոխեմ։ Ահա քեզ հետ խոսելու սկսեցի։ Գիտեք նախորդ չէր խորհուրդ, դրաստի տղաց։ Նա համոզված էր, որ ինքը ոչինչ չէ։ Ամեն։ Նա պետք չէր քարոզիչները կային ասել, գիտես դու ոչինչ ես։ Ես ոչինչ եմ։ Նա գիտեր դա։ Ամբողջ աշխարհի բոլոր ազգերը, որ սազանդարների պես սազը վերցնեին ու սկսեին Աբրահամին գովալ, չէին կարող նրան խաբել։ Նա Աստծուց գիտեր, որ ինքը ոչինչ է։ Հալելույա։ Հենց այդ նույն ազգերը, որոնք իրանցով պիտի օրհնվեին, չէին կարող նրան տարահամոզեին։ Նա գիտեր, որ ինքը աբսոլյուտ ոչինչ է։ Ամեն։ Ես ախոնարհություն չի։ Պողոս առաքյալին ասում էր, որ ես ոչինչ եմ։ Իսկ այսօրվա 5 հոգի փրկողները, 10 հատ հիվանդ բժշկողները կարծում են, թե ես իրավունքով եմ։ Երբ որ մտնում ես հասարակության մեջ, նրանք այնքան անմատ չելի են երբեմն, որ զարմանում ես։ Իսկ Տեր Աստված, մահվան և կյանքի սկզբունքը, ցորենի հատի մահը, սրանք պետք է նախապայմանները լինեն, որ բոցը ավելի հուշկու բոց կտա, կրակը ավելի հուշկու բոց կտա, նախապայմանները պետք է։ Եվ մի հատ է սկզբունք ու կփորձենք իմ խոսքս մոտեցնել առաջին։ Սա կասեի կատարելության սկզբունք։ Կատարելության սկզբունք, կա այդպիսի բան։ Այո, երբ որ Աստված հանդիպեց Աբրահամին ասեց, իմ աղջիկս քայլի եւ կատարյալ։ Աստված այնպես բաներ չի ասում, որ անհնար։ Չի ասում։ Մարդուց այդպիսի բաներ չի պահանջում, որ անհնար լինի։ Եվ Հիսուս Քրիստոսը նոր կտակարանի մեջ ասեց կատարյալ եղեք, ինչպես ձեզ երկնավոր հայրը, որ երկնքում է կատարյալ եղեք։ Որն էր այդ սկզբունքը։ Թույլ տվեք մի փոքր բացել մեր հոգեբանությունը։ Ինչպես ենք մենք ապրում։ Մենք ապրում ենք հետևյալ սկզբունքով։ Ով որ ինձ քսի, ես նրան քսիրեմ, ով ինձ պատիվ կտա, գլխիս վրա կդնեմ, ով ինձ պարգևներ կտա, ես գնահատելու ձևը գիտեմ դրա։ Սա մեզ սկզբունք։ Մենք էսպես ենք ապրում, սիրելիներ։ Մենք էսպես
ենք ապրում։ Աստված էլ այսպես ապրում արդյոք։ Աստծու կյանքի սկզբունքը սա է։ Իսկ հարց, եթե քեզ վատ են վերաբերվում կամ քեզ ատում, ինչպիսին է քո դիրքորոշումը։ Ախր այն տարիները, որ մենք բաչիկ եղբոր հետ դարձի ենք եկել, երեք մենք գնացել էինք մի ընտանիք, որտեղ հենց այդ քույրն էր։ Իր տղան էր հիվանդ, եւ մենք գնացել ենք գիշերը 11-12 ամոթել, չէի կարողացել ամբողջ օրը տուն գնալ։ Եվ ես նայում էի այդ մորը, որ իր տղայի համար արցունքներով աղոթում էր ու հիշում էի իր երիտասարդ տարիները։ Նրա ամուսինը հավատքի համար մազերից բռնում էր, խփում էր պատի։ Հենց նա ճաղում էր, թքում էր վերնի մեջ, քցում էր քացեքի դեմ, ասում էր պետք է հիշես։ Պետք է ինձ ես պակես, պետք է իմ առավ չոքես, ոչ թե ասում։ Կիսահաշմանդան վիճակների գնում ենք հիվանդանոց, նա շփվում էր, հոգևոր երկրի երկում։ Նա աննահանջ կյանքով դիմակայում էր թշնամու բոլոր հարձակումները։ Մեր սկզբունքը կյանքի ո՞րն է։ Ինչ կենսաձև մենք ունենք։ Ո՞րն է մեր կենսաձևը։ Երբ որ քեզ կպնում, ինչպես ես վերաբերվում։ Մի բողոք ունի Աստված։ Մի գանգատ ունի, որ ես ուզում եմ կարդալ եմ, բողոքը բոլորիս համար։ Որովհետև եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք։ Մաքսավորներն ու մեղավորներն են նույնն։ Եթե դուք բարիք անողներին ձեզ բարիք անեք, ինչ շահ ունեք մեղավորներից, ինչ տարբերություն եք մեղավորներից, ինչ ավելի բան եք անում։ Բայց որպեսզի որդիք լինեք ձեր հորը, որ ես փրկում եմ, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա, անձրև է դնում արդարների և անիրավների վրա։ Ուստի սիրեք ձեր թշնամիները, օրհնեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղոթ արեք ձեզ չարչարողներին։ Քրիստոնյա աշխարհում դիֆիցիտ է այսպիսի մարդկանց։ Չկան ասենց մարդկանց։ Եզակի դեպքեր և դեպքեր դրսևորում։ Այստեղ մեր եղբայրներից մեկը ստեղ չի, և ներողություն եմ խնդրում, որ մի վկայություն եմ ուզում պատմած։ Մեր եկեղեցու եղբայրներից մեկ ասում է, այնքան խորը ներկայություն է վայրել Տիրոջից, այնքան խորը այցելություն, և այդ այցելությունները մեկ է մի շրջան գնացել։ Եվ ես փնտրում էի Տիրոջը չկա։ Ես ասում եմ Աստված ջան, ուրա քո ներկայությունը ես կարոտում եմ, ես փափագում եմ, ինչ արեցիր դու ինձ հետ։ Դու եկար համը թողեցիր, բերանս ինչի գնացիր, լավ մեղնեմ, քան թե քեզ չունենամ, ես ուզում եմ սիրել, ինչպես դու, ես ուզում եմ քո առաջին պատվիրանքը, որ ասել ես, ամբողջ սրտով կարողությամբ սիրիր քո Տեր Աստծուն, սա ապրել, խնդրում եմ, հիշում եք այդ վկայությունը։ Անձամբ իր աշուրթերից եք լսել, բայց ես գումարերին եմ դրան ավելացնել։ Խնդրում եմ վերադարձու ինձ այդ օրհնությունը։ Եվ ասա մի օր այդ եղբայրը ես մտա այդ սենյակ, որտեղ ինձ վկայողը չկար, հոր բարձունքները գնում են, մեկ էլ որ մի ներկայություն չլացվեց սենյակը, երկինքը բացվեց, սիրո հեղեղները սկսեցին հոսել, արցունքներս շնորհակալությամբ հափում են, ու ես Տիրոջ ասում էի, Հիսուս ջան, այդ չեմ ուզում մնա տալք ու մոտ ես ինչ կյանքա, ես ինչ աշխարհի է երկինքը, ուզում եմ թռնեմ գամ քո մոտ, Երանի վրանով քո մոտ ապրում։ Եվ երբ տուն է վերադառնում, Սատանան չեր ասել ուսել, դու կացում։ Գալիս է անել հայրիկը զոքանչի հետ, որ դու պետք է քո ընտանիքից հրաժարվես։ Եկամ Աստծուց, երկուսից մեկը, կամ Հիսուսը կամ ընտանիքը, երկու երեխա ուներ այդ ժամանակ, մեր եղբայրը, կամ Հիսուսը կամ ընտանիքը։ Սա ասում չէ, ես չեմ կարող Հիսուսի հրաժարվել։ Երկար վիճաբանություններ, կռիվներ, անախորժություն, իր հայրն էր շատ սոսկալի սիրում էր թողներին։ Երբ որ տեսա, որ մյուս խնամի կողմը թողներին արդեն ձեռքից վերցնում է, որ գնա, հենց տեղում հայրը անաշխան վարդում։
բացավ, պարզվեց հետո միկրոինֆարկտ էր տարել, ու շատ խաբված էր գալ։ Վերջապես բժիշկները թափեցին գախին, ջուր, մուր, կուր, սա, էսա, դեղեր տվեցին, հետո ասեցին, նայի։ Հերդ մեղնում է, ուշքի եկած հերը, ասեց, խնդրում եմ տղաչած, թող Հիսուսին, ասա, որ թողնում ես Հիսուսին, ընտանիք տեսնձում, որպեսզի կարողանամ ես ողջ մնալ։ Նայեց այդ լացակումած աչքերով խնդրող հորը ասեց, չեմ կարող ես տանել։ Հենց այդ ժամանակ աթոռին նստած էր ինքը, աներս ասում առաջ եկավ, երբ որ ասի չեմ կարող, մի հատ սուրբ ներկայություն լցվեց մեր սենյակը։ Ես զգացի, չտեսա, զգացի, որ Հիսուսն է մտել, ու զգացի այդ սիրո հեղեղները, բայց աներս եկվային, որ ասում քացով չտվեց, աթոռից ընկացավ ու սկսեցին ինձ խփել։ Ամեն հարվածի հետ սիրո ալիքը մեծանում էր, սիրո ալիքը մեծանում էր, սիրո ալիքը, ասում աներուչս, որ առանձնապես համակրանք չունեն, այն որ դու սովոր շնորհակալից մի սիրով եմ սիրել, քիչ եմ մնա պետք է լավ բաչեմ, նա ինձ տալիս է ես ում եմ բաչեմ, ասում եմ Հիսուս, դու ես մարդում սեն սիրը մեզ, Հիսուս ես ինձ զարմանալի է քո սիրտ ու սերը, ոնց ես կարում սենց մարդում սեն սիրես, ու ես գմեմ, որ նա իմ մեջ ատեն սիրը, իմ մեջից տեն սիրը մանևոչը, պատաչուն էր ասում առանց Հիսուսին էր, 5-րդ հարգից կճախվեր պատմած, դուս կշպատվեի, բայց հիմա ամեն, և գիտեք ինչ, հավաքեցին գրանցին, ասում եմ կյանքի ամեն ինչ կործրած մի մարդ, որը ունի Հիսուսին, ամեն ինչ կործրած, հարց ունեմ քեզ երիտասարդ, եթե Հիսուսը ինչ որ ունես հետ նստի, ինչ տավերա քեզ, ասին պարգևներն, ահա, տենում են պարգևներովը սավեր ես, խոնջիկ-մոնջիկ գալու ուրախան եմ քան ինձալու, հետ նստախ, ու մենակ քեզ համար մնա Հիսուսը, կործնես ամեն ինչ, տուն, տեղ, ընտանիք, փողոցներում կնես, համաձայն կրնես աղջան, չեմ մորանում, եղբայր ինձ հետ խոսում էր նարարամեն ծործություն կա, բատկես մեջ ասի Հիսուս, համաձայն եմ վակզալում կներ, ցամակ հացը դեր, մենակ էր ունենալ, ես ինչ հարազատություն կես, լավակույն բաներ, ծնվում են այդ շատ մտերություն, մենք սիրում ենք մեզ սիրողների, շատ, մենք ով որ մեզ բարիքան ունած շատ գնահատում ենք, գիտեք ոմանք ենքան մոլորվեցին, որ կապվեցին, թե սրբությունը արտաքին ֆակտոր չի, խորը ներքին կատեգորիա է, որտեղ ինձ կարող եք ամենավայելուն համազգեստները հագցնել, բայց այդ համազգեստի տակ, եթե ես հավանում եմ այն, ինչը պաղծություն է Աստծո աչքերում, դա սրբություն չի, սրբությունը հոգևոր խորը կատեգորիա է, մահը հոգևոր խորը կատեգորիա է, և այն խաչը, որը կար, որի վրա մեռավ Տերը, մեզ մենք որպես մասնակից այնտեղ չենք լինի, դատարկ կլինի, քանի դեռ մենք ապրում ենք մեր բնական կյանքում։ Եթե դու քո բնավորությունը, քո իսկությունը դեռ սաղ է, խաչը դեռ դատարկ է և սպասում է ինձ և ինձ։ Նա սպասում է ինձ, նա սպասում է։ Եվ գիտեք ինչ, պետք չի, որ մենք երկար սպասացնենք, պետք չի, որ մենք ամբողջ կյանք անցնի, սրանք մնան սոզ որպես հոգևոր ճշմարտություններ, միայն որպես հոգևոր ճշմարտություններ, բայց չիրականացած մեր կյանքի մեջ։ Սատուս Սունտարսինգը պատմում է, որ մի երիտասարդ միսիոներ Հիմալայան լեռների գյուղերից մեկը ուղարկվեց քարոզելու, բարձացավ այդ ժայռի վրա թուղս նստած գյուղը սկսեց քարոզել, սրանք լսեցին, ասին, մենք մեր Աստված ունեն, սա ինչ թազ Աստված ա բերել, տես ինչ նորություն ա բերել, վերցրեցին տարան դրան, ժայռին ցած գցեցին, ջարդուխին եղավ, ողնաշարը, ոսկորները, մեկ էլ ջարդուխին եղած ոսկորների միջից, աչքերը բացեց,
Եվ մի կեր մի բան ասացից, ջուր, որև արձակակ չկա, նա չգիտեր սկի որտեղ ագր, մի անգամ էլ ասեց, ջուր, մեկ եք տեսավ երկու աղ է, ընդհամենը երկու աղ, ջուրը լիքը մեջ է, այս աղերով մոտեցրեցին իրապերին, նա այդ ջուրը խմում էր, ու ինչքան խմում էր, ենքան նորոգվում էր, ինչքան խմում էր, ենքան բժշկվում էր, ոսկորները սկսում էին կպնել, և երբ խմեց, վերջացեց, խմելու ընթացքում տեսավ, որ այդ երկու ափերի մեջ խոցված տեղեր։ Հիսուսը այնքան սիրում է, իր նվիրյալներին, ովքեր իրենց կյանքը տվել են իր համար, որ պատրաստ է նրանց համար երկնքից գա և ջուր ասեց, ես գուտիս կկապեմ կծառայեմ նրանց, ջուրը խմելուց հետո, երբ ինքը տեսավ լրիվ բժշկվածը, ոտքի կանգնեց, որ շնորհակալություն հայտնի, գրկին ոտները, հապթյուրի, տեսավ ոչ ոք չկա էր Հիսուսը, մեկ էլ ձայն Սուրբ Հոգին ասեց, նորից բարձրացի այդ գյուղ, որտեղից քեզ քաջ շփոթվեցի, նորից գնա և նրանց ասա, որ ես իրանց սիրում եմ, ինձ հետ աժիավ դու որոներ ինչ կանես, օրակ ես որոներ, ինձ որ բարձր տեղից նայեմ եմ, չէ ուշկս գնում եմ, ինքնատինից որ ցածր նայեմ ասում, լավ այս բանկավ նայեմ, ստելից որ վերում եմ ուչ կրես, ես չեմ կան բարձր տեղից նայեմ, ես կասե Հիսուս ջան խնդրում եմ ես մի անգամ արդեն մեռել այդ շատ ծանր պրոցեդուրա ինձ նորից ցած կշփոթեմ խնդրում եմ գոնե բացիկին ուղղակի ես այդ բանը չեմ կարող տանել ես չեմ կարող բայց այս մարդը հիշեց որ դա նայ ասում ում խոցված վերքեր իր համար և այդ մարդկանց համար նոր էր տեսել այդ գյուղացիների համար նա վերքեր է ստացել նոր էր տեսել Եվ նորից բարձացավ, երբ մտավ նորից գյուղ, բացվում է, որ այդ շայրից շպրտերը տվյալ գյուղի մահապատժի միակ ձևն է եղել։ Ոչ մեկը ողջ չի մնացել, որ մահապատիժը որոշել իրենց նապատակ։ Մեկ էլ տեսնում են հանդիսավոր մեկը, ասես մեղրերից անություն ավակ ասված, նապում է նորից իրենց երբ ինքը բարձացավ պարկաստեղից, մտավ այդ գյուղացիները պարկեցին նրանց և ընդունեցին Հիսուս Քրիստոսին։